Դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեն եւս մեկ անգամ ցույց տվեց այն անջրպետը, որ ձևավորվել է Հայաստանի գործող իշխանության եւ ժողովրդի միջև։ Նորից ապացուցվեց, որ Հայաստանում ստեղծված ընտրական համակարգը ոչ թե նպաստում է ժողովրդի ազատ կամ արտահայտությանը, այլ հակառակը օգտագործվում է իշխանությունների կողմից ժողովրդի կամքը ոտնահարելու, նրա կամքին հակառակ վերարտադրվելու եւ անխնա կեղեքումը շարունակելու նպատակով։ Դեկտեմբերի 6-ին ժողովուրդը զանգվածաբար գնաց հանրաքվեի եւ գերակշիռ մեծամասնությամբ ոչ քվեարկեց խորհրդարանական կառավարման ձևին անցնելու քողի տակ սեփական իշխանությունը երկարացնելու Սերժ Սարգսյանի փորձերին։ Երբ բացվեցին քվեատուփերը, բոլորը տեսան, որ հակառակ ձեռնարկված բոլոր ավանդական խարդախությունների ոչ նամենուրեք հաղթում է այոյին համարյա 3-1-ի առավելությամբ։ Հայտարարվեցին սակայն գլխիվար շուռ տված արդյունքներ, հակասելով Հայաստանի ժողովրդագրական պաշտոնական վիճակագրական տվյալներին, որոշ շրջաններում անգամ արձանագրելով ընտրողների փաստացի թվի համեմատ 105%-ի մասնակցություն։ Ընտրական գործընթացների վիճակագրական վերլուծության հեղինակավոր միջազգային մասնագետների գնահատականներով մասնակցության պաշտոնական թիվը կեղծվել է մոտ 500,000 ձայնով, ամբողջությամբ խեղաթյուրելով ժողովրդի իրական կամքը։ Հանրաքվեն կամ ընտրություններ կեղծելը հնարավոր է, բայց հնարավոր չէ կառավարել մի հանրություն, որի կամքը ոտնահարել եք։ Եթե չենք ցանկանում, որ երկիրը վերջնականապես քանդվի, առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, դա ժողովրդավարական կամ արտահայտության մեխանիզմի վերականգնումն է։ Ընդունեք մեր առաջարկները մատնահետքերով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդրման, մատնահետքերով եւ ոչ թե նույնականացման քարտերով, բոլոր տեղամասերում ցանցային տեսախցիկների տեղադրման, ինչպես նաեւ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման կամ ստուգման վերաբերյալ։ Եթե ինչպես պնդում եք, ունեք ժողովրդի աջակցությունը, ինչն է ձեզ խանգարում անցկացնել մաքսիմալ թափանցիկ եւ արդար ընտրություններ, որի արդյունքներին ոչ ոք կասկածելու իրավունք չի ունենա, ինչով հիմք կդրվի պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնմանը եւ երկրի թռիչքաձև զարգացմանը։ Մի կործանեք երկիրը եւ նրա հետ ձեր իսկ երեխաների ապագան։ Մի մոռացեք, որ ավտորիտար ռեժիմները միշտ էլ ունեցել են երկու ճանապարհ, կամ իրականացնել անցում դեպի ժողովրդավարություն, ձեռք բերելով քիչ թե շատ անվտանգ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան, մի քիչ երկար էր, համ էլ ոնց որ այլ մոլորակից ելներ։ Հովհաննես Մարգարյան, համեցեք։